Տիկին Խամոյանը այսօր երկուշաբթի օր է, ժամը 12-ին 15 պակաս, Տիկին Խամոյանը ինչ-որ երևի շատ կարևոր գործեր ունի, ազգային ժողովի շենքում չի, ինչպես նաև ազգային ժողովի շենքում չի մյուս падգամավոր Արտուր Խաչատրյանը։ Այս 3 падգամավորին այցելելու միսերով իմիջայլուց հատուկ հարգանքներս պարոն Վարդանյանին, ով որ ընդունեց, ով որ իհարկե որոշ անձնական այսպես կծմծոցով, բայց մարդը մնաց, ընդունեց, առեր այս պատասխան փորձեց իր դիրքորոշումը գոնե դժխտական դիրքորոշումը բաց հայտնի, դա եւս իմ կարծիքով այս բան հարգանքի արժանի է։ Չէ, ես այսքանով հիմա տանեմ արդեն այս ձևաթուղթը կհանձնեմ, պատիվ ունեմ խմբակցության գրասենյակ, դրանից հետո արդեն հաջորդ իմ այցելության մասով կպայմանեմ ենթադրում եմ ես երեք պարոն Ղազարյանի հետ Շակի падգամավորը մենք այստեղ լինելու ենք շատ հաճախ մենք գնալու ենք բոլոր падգամավորին ոչ մի падգամավոր տեսեք այսօր Ագնեսա Խամոյանը ստեղ չի բայց այնպես չի որ Ագնեսա Խամոյանը դες պրծավ էլի չէ մենք Ագնեսա Խամոյանի մոտ գնալու ենք մի հոգով գնալու ենք ազգային ժողով գնալու ենք իրաց գրասենյակ գնալու ենք այն սրճարան, որտեղ ինքը սուրճ է խմում, գնալու եմ ես, գնալու ենք 10 հոգով, 20 հոգով, 100 հոգով, 1000 հոգով են գնալու։ Այդ ժամանակ, այդ պահը ես չեմ ուզում անդադ հետաձգում եմ, որպեսզի այդ մարդկանց այդ քանակը, որ իրանք անվանում են փողոցի գեներացիա, մինչև իրանք ստորագրելը փողոցում չլինի, որովհետև հենց փողոց դուրս եկավ մարդիկ դուրս եկան փողոցում պայքարելու են նաև չստորագրած падգամավորների դեմ, այդ թվում նաև այս պայդրությամբ ընդդիմադիր դաշտում գտնվողների մասին է խոսքը, որովհետև արդեն ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացը խոչընդոտվում է ընդդիմադիր, այս պահին առանց ճակերտների եմ ասում, բայց գնալով ավելի ոնց որ ճակերտները երևում են ընդդիմադիր падգամավորների եւ ընդդիմադիր գործիչների կողմից։ Շնորհակալություն ասեք։ Այդ 28 ստորագրությունները ձևաթղթի հաջորդ քայլը ո՞րն է լինելու։ Շատ լավ հարց եք տալի, որովհետեւ այդ հարցի, այդ ձեր տված հարցի բռնաբարումը ես տեսել եմ բոլոր հնարավոր եթերներում, որովհետեւ ինչ որ մարդիկ իրանց իրավունք են վերապահում չմիանալով այս գործընթացին, մեզ ինչ որ նախապայմաններ թելադրել, մեր առաջ ինչ որ պայմաններ դնել ու մեր ստրատեգիաները քննարկել բանանել։ Եթե օրինակ Տիկին Ագնեսա Խամոյանը այսօր ստեղ կլներ ստորագրությունը կդներ, ես մեծ սիրով Տիկին Ագնեսային կպատմեի ամբողջ ստրատեգիան, մանրամասն շատ ավելի, հիմա որոշ բաներ կասեմ, բայց ավելի մանրամասն։ Կպատմեի, կլսեի Տիկին Ագնեսայի քննադատությունները, որովհետև չէ որ մարդը ստորագրություն ա դրել, ես արդեն պարտավոր եմ իրան մանրամասն պատմել ինչ մասին է խոսքը։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, շատ շնորհակալություն այս հարցը որ դուք բարձրացրեցիք եւ հնարավորություն տալիք ինձ հայրենակիցներին դիմել այս բանով։ Ուրեմն մենք ունենք մեր ստրատեգիան, մեր մարտավարությունը։ Այդ մարտավարությունը հասու չի որոշ ընդդիմադիրների, ովքեր 4 տարի շարունակ տապալել են ամեն ինչ հնարավոր է տապալել։ Եթե այդ մարդիկ այդպես լավ խորհուրդներ կարան տան, իրանք թող իրանք այս 4 տարի վերջին 4 տարվա գոնե մեջ գոնե մի բան ավարտին հասցնեին։ Մեր ստրատեգիան հետևյալն է։ Գոյություն ունի անվստահության գործընթացի հաղթահարման 2 պատ։ Առաջին պատը, ինչպես տեսնում եք հարգելի հայրենակիցներ, ընդդիմության պատն է։ Այս պահի դրությամբ խոչընդոտում է ընդդիմությունը։ Սա իհարկե երկար տևել չի կարող, որովհետև ինչ որ պահի կամ կկոնկրետանա ամեն ինչ, այսինքն մենք կհասկանանք, որ իրանք այդ ընդդիմություն չեն, հստակ կհասկանանք եւ կշարժվենք առաջ նրանց նկատմամբ եւս կիրառելով այն գործիքակազմը, ինչը կիրառվելու է քաղաքացիական պայմանագրի համար, իշխանության համար։ Կամ ինչ որ պահի իրանք կհաղթահարեն իրանց ներքին թիմային խմբակցությունի եւ կմիանան այս գործընթացին եւ մենք միասին կլծվենք հաղթահարելու հաջորդ դիմադրության պատը, որը կոչվում է իշխանական դիմադրության պատ։ Այս ինչ ասում եմ, սա կարող եք մի վարքյան չկասկածել, տեղի ունենալու, մի վարքյան չկասկածեք։ Այսինքն մենք հաղթահարելու ենք ընդդիմության տարաձայնությունները, ոնց ես չգիտեմ, то есть եթե հաղթահարելու 2 ձև կա, երբ որ հաղթահարենք միասին բոլորով ընդդիմությունով եւ հաղթահարենք այս նախաձեռնությունը չմիացած ընդդիմադիրների հեղինակության հաշվին, հեղինակազրկելու հաշվին։
Այդ երկու տարբերակները ես չեմ կարող ասել, որը կընտրի մեր ընդդիմությունը, դա իրանց ընտրության հարցն է։ Ամեն դեպքում մենք դա կհաղթահարենք, անպայման անցնելու ենք հաջորդ փուլին։ Հավատացնում եմ ձեզ, հստակ ես նաև ենթահարցերն եմ հասկանում, որովհետև տիպը ինչի ԿՊ ինչ է գնում բան եւ այլն, ձեզ բացատրեմ։ Նախ հերթականությունով տես պետք է գա